Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվին Սրբո ամեն։ Հեսու 14-րդ գլուխ Հորտանանի արեմդյան երկրին բաժանումը։ Ահավասիկ Կանանի երկրի մեջ Իսրայելի որդիներուն ժառանգած դեղերը, որ Եղիազար քահանան, Նավյան Հեսու եւ Իսրայելի որդիներուն դողմերուն նահաբետները իբր ժառանգություն դվին անոնց։ Իննուգես դողմերուն վիճակով դրվեցավ անոնց ժառանգությունը, ինչպես դերը Մովսեսի միջոցով հրամայեր, քանի որ Մովսես երկուքուգես դողմերուն Հորտանանի մյուս կողմը ժառանգություն դվերեր, բայց անոնց մեջ ղևդացներուն ժառանգություն դված չէր։ Արտարև Հովսեփի որդիները երկու դողմ էին, Մանասե ու Եփրեմ։ Հետևաբար երկրի մեջ ղևդացներուն բաժին չդվին, հաբա միայն քաղաքներ բնակելու համար, նաև անոնց արվարձանները իրենց խաշինքին եւ ինչքին համար։ Իսրայելի որդիները ըրին այնպես, ինչպես դերը Մովսեսի բադվիրեր ու երկիրը բաժնեցին։ Քեփրոն գդրվի Քաղեփի։ Հութայի որդիները քաղաքաղայի մեջ Հեսուի ներկայացան ու Գենեզյան Հեպոնեի որդին Քաղեփ անորսավ։ Թուն գիտես այն խոսքը, որ դերը Գաթես Պարնիայի մեջ Աստուծո մարդու Մովսեսի ըսավ ինձի եւ քեզի համար։ Ես 40 տարեկան եմ, երբ Տիրոջ ծառան Մովսես զիս Գաթես Պարնիային ղրգեց երկիրը լրտեսելու համար ու սիրտիս մեջ եղածին համացայն լուր բերի անոր։ Ինձի հետ փարսացող եղբայրներս ժողովրդին սիրտը հալեցուցին, իսկ ես Տիրոջ իմաստուծույս լման հետևեցա։ Նույն օրը Մովսես երթում հրավսելով. այն երկիրը, որուն վրա ոտքերդ գողացեն, անշուշտ քեզի ու քո որդիներուդ հավիտյան ժառանգություն պիտի լա, որովհետև Տիրոջ իմաստուծույս լման հետևեցար։ Հիմա ահա դերը այս 45 տարիները զիս ողջ բահաձե իր ըսածին համացայն։ Այն ժամանակեն ի վեր, երբ դերը այս խոսքը Մովսեսի ըսավ, մինչև Իսրայելը անաբադի մեջ կգալեր։ Հիմա ահա այսօր 85 տարեկան եմ, եւ այսօր դակավին ուժեղ եմ, ինչպես էի այն օրը, երբ Մովսեսի զիս ղրգեց, ինչպես էր ուժս այն ադեն, հիմա էլ ուժս նույնպես է բادرազմելու, ելնելու եւ մտնելու համար։ Ուստի հիմա դուր ինձի այս լերը, որուն համար դերը այդ օրը խոսեցավ։ Արտարևտուն այդ օրը լսեցիր, թե հոն բնագող ենագիմները մեծ բարսպաբատ քաղաքներ ունին, թերևս դերը ինձի հետ լա ու ես զանոնք վդարեմ, ինչպես դերը ըսավ։ Հեսու զինք օրտնեց եւ Քեփրոնը իբր ժառանգություն տվավ Հեպոնյան Քաղեփի։ Հետևաբար Քեփրոն մինչև այսօր Գենեզյան Հեպոնեի որդին Քաղեփի ժառանգություն եղավ, որովհետև Տիրոջ Իսրայելի Աստուծուն լման հետևեցավ։ Քեփրոնի անունը առաջ Գարյաթ արփա էր, եւ այդ արփան ենագիմներու մեջ մեծ մարդ մներ, ու երկիրը բادرազմեն հանդարտեցավ։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։